Առանց վիրավորանքի չի լսվում, անջատած է։ Արտակ Սարգսյան։ Խոսքս պարոն Փաշինյանն եմ ուղղում, պարոն Փաշինյան, թալանչի են բռնության խոսքի համար մարդ եք ձերբակալում, շատ ուրախ ենք, մենք էլ ենք բռնության խոսքի համար դեմ որ լինի։ Լավ, կենթանիների հետ սեքս անելը բռնության կոչա, կամ մարդուն գլխից գյուլելը բռնության կոչա, բա ինչի՞ չեք ձերբակալում այդ ձեր գրպանի ընդդիմությանը։ Մի վիրավորեք, մենք ասենք, չէ մի Գագիկ Ծառուկյան, ասում է տանելու եմ որ ծառյուծներից մոտ։ Հիմա տանելու է ինչ անի, չէ։ Լավ, պարոն Սարգսյան։ Խաղան։ Չէ, բան եմ անի, խաղալ խի եկը չի խաղում։ 3 րոպե։ Չէ, մի րոպե հարց եմ Ներողություն, մի րոպե, չեղավ։ Լևոն Բաղդասարյան եւ Սպարտակ Գյուղեղյան։ Ժողովրդյան շնորհակալ եմ։ Ամեն մարդ խոսում էր ինքը Նախ միանշանակ բարձրագույն կրթություն։ Հերոստատիտողները շատ է խոսում մի մեկնաբան է։ Լևոն Բաղդասարյան։ 3 րոպեն էկրաններին։ Նախ հերիքա։ Լսեք։ Նախ ինքս որպես իրավապաշտպան արձանագրում եմ, որ մեղմ ասած իրավաչափ չէ, երբ անձը այստեղ չի, վիրավորական արտահայտություններ է տարվում։ Դա միանշանակ պատիվ չի բերում այդ ստուդիայում, որտեղ մենք գտնվում ենք։ Գիտեք, տոտալ թալան է գնացել նախորդ դարի 90-ական թվականներից։ Պարոն Փաշինյան, դուք առերևույթ ներկայացրեցիք ինչ-որ ձեռքբերումներ։ Այո, կային ձեռքբերումները։ Դե պատասխանեք, խնդրում եմ, դա քանի տոկոս է այն տոտալ թալանի, որ մինչև այսօր մենք ունենք, եւ որն է պատճառը, ես չգիտեմ, մեր գործընկերներից ով ասեց, որ բանա ըստ էության գալիս ընտրություններից առաջ նոր ենք հիշում դա։ Խնդրեմ բան բացեք։ Սպարտակ Գյուղեղյանը նոր Սպարտակ